Շատ եմ հանդիպում տեսակետներին, որ եթե ԿՊ-ն վերընտրվի, ամեն ինչ ավելի է վատանալու։ Մեկ այլ կարծիք էլ այն է, որ ինչքան վատ բան կարող էր տեղի ունենալ, արդեն եղել է, էլ ինչ պիտի լինի որ։ Նրանց պատասխանում եմ, որ Ժորժ ջան, դեռ այնքան բան կարող է լինել։ Վստահ եմ, եթե 2018 թվականին կամ 2020 թվականի հենց այս օրերին հարցնեին, թե ամենավատ բանը ինչ կարող է տեղի ունենալ մեզ հետ, երևակայությունը չէր հերիքի նկարագրելու այն, ինչի միջով անցել ենք ու որտեղ գտնվում ենք հիմա, բայց եղավ։ 2021 թվականի գարնանը Նիկոլին ընտրողների մի մասն ասում էր պարտվել ենք, Արցախի մեծ մասը հանձնել ենք, էլ դրանից վատ ինչ պետք է լինի։ Ասում էինք Նիկոլի թուլությանը հանկարծ չկասկածեք, այնքան վատ բաներ դեռ կարող են լինել։ Ու իրականում 2020 թվականի պարտությունից հետո մինչ այս պահը տեղի ունեցածը շատ ավելի վատն էր։ 2020 թվականին մենք համարում էինք, որ մեր ամենաանդառնալի կորուստը զոհերն են, իսկ այսօր հիմա հարցնում են, սրանից վատ էլ ինչ կարող է լինել։ Պատկերացրեք, որ դրանից վատն էլ կա ու սպասում է Նիկոլի վերընտրվելուն։ Սա ոչ թե վերլուծություն է, այլ ակնհայտը, տեսանելի բոլորիդ։